Բարև ձեզ բարեկամներ, մեկնարկում է Fantasy League-ի 11-րդ տուրը։ Այս տուրի առաջին խաղում իրար են բախվելու Տոտենհեմը եւ Չելսին։ Այս թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են, այդ պատճառով մենք այսօր վստահորեն դիտելու ենք բավական հետաքրքիր եւ ակտիվ հանդիպում։ Հիմա ծանոթացնեմ թիմերի մեկնարկային կազմերի հետ։ Տոտենհեմ թիմի ավագ Վրեժ Գաբրելյան, համար 1 Գուրգեն Բաղդատյան, համար 7 Ռոբերտ Պապյան, համար 17 Ֆելիքս Սիմոնյան, համար 11 Դավիթ Դավթյան, համար 5 Արսեն Փարսյան, համար 10 Ռուբեն Մկրտչյան։ Հերթը Տոտենհեմինն է, Տոտենհեմի դարպասում է այսօր Վահրամ Սևումյանը, նա թիմի ավագն է, համար 14 Ժորա Գասպարյան, համար 22 Իշխան Սարգսյան, համար 21 Գոր Սևումյան, համար 11 Տիգրան Ղարիբյան, համար 10 Ռաֆայել Զարգարյան, համար 7 Ռաֆայել Հովանիսյան, համար 9 Հովանես Մարտիրոսյան, համար 20 Մովսես Պետրոսյան։ Տոտենհեմը կմեկնարկի հանդիպումը խաղադաշտի կենտրոնից, մեկնարկում են եւ գնդակը հանձնում Չելսի ֆուտբոլիստներին, այս փոխանցման ճանապարհը փակված է։ Գնդակը Սևումյանին այստեղ պահում է խաղի դաշտի սահմաններում, շարժում է առաջ, բայց այս փոխանցման ճանապարհը փակված է։ Խաղարկում է հիմա Չելսին գնդակը, կենտրոնով են առաջ շարժվում, խլված է։ Գաբրելյան փոխանցում է Աչիեզեր, հարված եւ մի փոքր այստեղ շեղ է ընթանում Դավթյանի հարվածը։ Չելսին անցած 10 տուրերից հետո հավաքել է 19 միավոր, իսկ այսօր հաղթանակի դեպքում նրանք կվաստակեն 20 միավոր եւ ժամանակավորապես կզբաղեցնեն երրորդ հորիզոնականը կախված մնացած խաղերի արդյունքներից։ Հիմա գրոհում էր Չելսին, բայց այստեղ բավական ուշադիր գործեցին Տոտենհեմի պաշտպանները եւ հեռացրեցին գնդակը անկյունային։ Փակված այս փոխանցման ճանապարհը գրոհում է հիմա Տոտենհեմը, բայց այս փոխանցումը Գաբրելյանին մի փոքր ուժեղ էր եւ գնդակը դաշտին կմցնի Սևումյանը սեփական դարպասից։ Հիմա արդեն գրոհում է Չելսին։ Եզրով բավական լավ նկատեց բացված թիմակցին, լավ հասկացան, բայց այստեղ կրնկով փոխանցումը չի ստացվում, Դավթյան փոխանցում Գաբրելյանին, գրոհում են Դավթյան, հարված եւ այստեղ Սևումյանը գերազանց սեյվի հեղինակ է դառնում եւ փրկում իր թիմին, այստեղ անգամ անկյունային չկարողացան վաստակել Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ գնդակը արդեն խաղի մեջ է, Չելսի ֆուտբոլիստներն են փորձում գրոհ ձեռնարկել, լավ է բացվի այստեղ։ Տեսնենք ինչ կորոշի եւ կենտրոնով փորձում է միայնակ առաջ շարժվել, ձախ եզր տեղափոխեց։ Իսկ այս անցումը չստացվեց, գնդակով դուրս եկավ խաղադաշտի սահմաններից եւ եզրային հարվածի իրավունքը արդեն անցնում է Տոտենհեմին։ Հեռացված է այս գնդակը, Դավթյան շարժվում է առաջ, փոխանցում Աչիեզեր, բայց այս պատ խաղարկումը չստացվեց եւ հիմա կփորձի հակագրոհել Չելսին, բայց այստեղ էլ հակված է անցման ճանապարհը, լավ կարդաց, լավ դիմավորեց Գաբրելյանը մրցակցին։ Փոխանցում կենտրոն, լավն էր այս փոխանցումը, բայց փակում են Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Կենտրոնում է հիմա գնդակը տուգանային հրապարակում, բայց չհասկացան այստեղ միմյանց Չելսի ֆուտբոլիստները հիմա հակագրոհ է ձեռնարկել Տոտենհեմը եւ կմնա գնդակը իհարկե Չելսիի մոտ, բայց ոչ թե հարվածից են հարված կատարելու, այլ եզրից։ Լավ նկատեց այստեղ ազատ մնացած թիմակցին եւ դեռևս շարունակում է Չելսիի գրոհը, բայց այսքանով թերևս ավարտվում է եւ պետք է սկսեն նոր գրոհ այս եզրայինի շնորհիվ, լավ փոխանցում էր, բայց նորից կարողանում են փակել։ Տոտենհեմը 7-րդն է անցած 10 տուրերից հետո, վաստակել են նրանք 18 միավոր, հիմա գրոհում է Չելսին, բայց փակված է այս փոխանցման ճանապարհը, Դավթյան շարժվում է առաջ եզրով, բավական լավ անցում է ձեռնարկել, հարվածում է, բայց փակվում է հարվածի ճանապարհը վերջին պահին Սևումյանը ոտքով սեյվի հեղինակ դարձավ։
Փոխանցում կենտրոն նորից հեռացված է եւ հիմա լավ կգրո է ձեռնարկում այստեղ Չելսին վտանգավոր է հարված, բայց այս հարվածը փակված է եւ կլինի անկյունային այնտեղ լավ առաջ շարժվեց Գասպարյանը, բայց հարվածը մի փոքր թույլ եւ շեղ ընթացավ, իսկ այստեղ էլ խաղարկում են, մնում է գնդակով Չելսին հարված եւ այստեղ էլ Սարգսյանի հարվածն են փակում, ոչ ամեն դեպքում նշանակվել է հարված դարպասից, ուժեղ փոխանցում առաջ, կենտրոնում պրեսինգ են դիմում Չելսի ֆուտբոլիստները, այս փոխանցումը հասնում է Դավթյանին, ձախ եզրով է Դավթյանն առաջ շարժվում, շրջանցում մրցակցին, արագ 3 ֆուտբոլիստներով դիմավորեցին, գնդակը հասնում է Գաբրիելյանին, փոխանցում Տուգանային հրապարակ եւ այս փոխանցումը փակված է։ Բավական այստեղ գրագետ գործեց Ֆելիքս Սիմոնյանը եւ առավելագույնը քամեց ստեղծված իրավիճակից անկյունային վաստակելով Դավթյան, Սիմոնյան, նորից հետ է փոխանցում Դավթյանին, հարված եւ գերազանց գոլի հեղինակ է դառնում, հաշիվը բացված է 1-0, Տոտենհեմը կարողանում է շատ արագ գեղեցիկ գրոհով 2-3 կարճ փոխանցումներով անկյունայինից հետո բացել հանդիպման հաշիվը։ Արդեն մեկտարկել են Չելսի ֆուտբոլիստները խաղադաշտի կենտրոնից, բարձրից փոխանցում եւ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, գերազանց ամեն ինչ այստեղ արեցին, լավ հասկացան միմյանց եւ պրեսինգը նաեւ լավ աշխատեց, որ շատ արագ խլեցին գնդակը եւ արդեն իսկ հաշիվը դառնում է 2-0։ Նորից մեկնարկեցին Չելսիի ֆուտբոլիստները, Տոտենհեմը շատ արագ 2 գնդակ խփեց եւ հիմա պետք է իհարկե Տոտենհեմը փորձի առավելագույնս վերադառնալ, վտանգավոր է հիմա շանսը ձեռնվել, բայց այնտեղ գնդակը հատել էր դիմային գիծը եւ դարպասից գնդակը խաղի մեջ կմցնի Տոտենհեմի դարպասապահը։ Դավթյան փոխանցում ձախ եզր գրոհում են, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեց Չելսիի ֆուտբոլիստը Գասպարյանը լավ կարողացավ առաջ խաղացումը կանխել մրցակցի եւ ընդամենը այս իրավիճակից Տոտենհեմը դուրս է գալիս եզրային հարվածի իրավունքով, չնայած որ բավական վտանգավոր հակագրող կարող են ձեռնարկել Դավթյան եւ նորից գնդակը եզրից Տոտենհեմի ֆուտբոլիստներն են մտցնելու խաղի մեջ Գաբրիելյան փոխանցում սխալ էր այս փոխանցումը, բայց այստեղ դարպասապահը լավ կարդաց խաղը եւ առաջին ներգնդակին մնում է Տոտենհեմի մոտ գնդակը, գերազանց այստեղ կարողացան հասկանալ միմյանց, լավ գրոհ են ձեռնարկել, աջ եզրում է Դավթյանը, շարժվում է կենտրոն, Գաբրիելյան, նորից Դավթյան, մնում է Դավթյանի մոտ գնդակը, շարժվում առաջ, այստեղ դիմավորում են նրան, փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է այստեղ եւ դիպավ գնդակը Տոտենհեմի ֆուտբոլիստին եւ գնդակով արդեն Չելսիի դարպասապանը Սևումյանը հիմա գնդակը կփորձի ուժեղ հարվածով խաղի մեջ մտցնել, մնում է գնդակը Տոտենհեմի մոտ, հասնում է թիմակցին, բայց շատ արագ էլ կորցնում են գնդակը, Մկրտչյան շարժվում է առաջ եւ փակված է այս փոխանցման ճանապարհը կլինի անկյունային Նախորդ անկյունայինը գոլով էր ավարտել եւ եւս այս անգամ էլ այս անկյունայինն էլ գոլով է ավարտվում։ Այս խաղում Տոտենհեմը անկյունային իրացնելիս միայն գոլ է խփում եւ արդեն 3-0 է դառնում հանդիպման հաշիվը, բավական լավ են խաղարկում այսօր անկյունայինները, 2 անկյունային եւ 2 գոլ փոխարինում հիմա Տոտենհեմի կազմում, դաշտից հեռացավ Մկրտչյանը, նրա փոխարեն հիմա արդեն դաշտում է Փարսյանը Գասպարյանը գնդակը խաղը վերսկսեց խաղադաշտի կենտրոնից եւ ինչպիսի փոխանցում է այստեղ ստանում վտանգավոր է հարված եւ հաշիվը կրճատված է գերազանց այստեղ արեցին ամեն ինչ Չելսիի ֆուտբոլիստները գերոհի սկզբնական փուլում եւ Մարտիրոսյանն էլ բավական լավ եզրափակեց այս գրոհը, բայց ինչպիսի փոխանցում ստացավ, որ եթե այդ փոխանցումից հետո չգրավեր դարպասը բավական ափսոս կլիներ հիմա արդեն Տոտենհեմի ֆուտբոլիստները մեկնարկել են խաղադաշտի կենտրոնից գոլ ընդունելուց հետո հանդիպումը Գաբրիելյան փոխանցում Աջեզեր սխալվում է այստեղ Տոտենհեմի ֆուտբոլիստը հիմա էլ արդեն նորից գրոհում են Չելսիի ֆուտբոլիստները բայց սխալ էր այս փոխանցումը եւս եւ այստեղ Դավթյանը հանգիստ խաղարկում է Փարսյանի հետ շարժվում է առաջ Դավթյան կորցնում են գնդակը վտանգավոր է շարժվում է կենտրոնով առաջ փոխանցում ձախ եզր եւ այստեղ
դարպասապահը ձեռքը բավական ամուր դրեց եւ գնդակը հեռացավ անկյունային բարձրից փոխանցում եւ Փարսյանը հեռացնում է գնդակը Գաբրիելյան Աստեղ ուժային պայքարում Գաբրիելյանը հաղթող դուրս եկավ եւ բավական լավ էր նկատել ազատ բացված թիմակցին, բայց դա նաեւ նկատել էր Չելսիի պաշտպանը Սարգսյանը բավական լավ կարդաց խաղը այստեղ Գաբրիելյանի փոխանցումից հետո եւ հեռացրեց գնդակը Հիմա արդեն ձախ եզրով են գրով ձեռնարկում Տոտենհեմի ֆուտբոլիստները շարժվում են առաջ փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը Այդ փոխանցում չի ասում այստեղ Տոտենհեմի ֆուտբոլիստին գնդակը, բայց ամեն դեպքում մնում է նրանց մոտ փոխանցում Փարսյան, Գաբրիելյան, այստեղ փորձեց անցում ձեռնարկել, թե սա փոխանցում էր ամեն դեպքում դեռևս իրավիճակը վտանգավոր է, մնում է Տոտենհեմի մոտ գնդակը Փարսյան, փոխանցում աջ եզր Լավն էր ամեն ինչ, բայց այստեղ սայթաքեց վերջին պայն եւ հիմա լավ հակագրո է զարգանում, վտանգավոր է։ Եվ այստեղ մի փոքր հապաղեց, տեսնենք երբ կհարվածի, սպասում են թիմակիցներն արդեն մոտեցել են, բայց այս փոխանցումը շատ վատն էր։ Եվ հիմա էլ արդեն հակագրոհի իրավունք է վաստակում Տոտենհեմ այստեղ շատ խելացի դադար պահեց։ Տոտենհեմի ֆուտբոլիստը փոխանցում, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ էր այնտեղ Գաբրիելյանի համար Գրոհում է հիմա աջ եզրով Տոտենհեմը շարժվում է առաջ այստեղ փոխանցում, բայց այս փոխանցումը գնաց դուրս դիմային գծից եւ արդեն հիմա գնդակով է Տոտենհեմի ֆուտբոլիստը Փարսյան փոխանցում աջ Փորձում են հիմա Տոտենհեմի ֆուտբոլիստները հանգիստ գրոհել եւ գնդակ են խաղարկում, փոխանցումներ են կատարում, մնում է, բայց այստեղ ամեն դեպքում կորցրին բավական ռիսկային էր այդ ամենը, մնում է գնդակը դեռևս Չելսի մոտ, այստեղ լավ է դիմավորել հարված եւ դարպասաձողն է այստեղ փրկում Տոտենհեմին Գասպարյանի հարվածից հետո բավական լավ ապակողնորոշեց մրցակցին, այնտեղ նկատել էր ազատ մնացած մոտակա անկյունը, բայց մի փոքր հարվածը շեղ ստացվեց եւ դիպավ դարպասաձողին։ Փարսյան ամբողջ թիմով արդեն Չելսի ֆուտբոլիստները Տոտենհեմի կիսադաշտում են եւ կարողացան եզրից գնդակը դուրս բերել իրենց այդ բարձր պրեսինգով։ Այդ փոխանցում Փարսյան լավ այստեղ ընդունեց գնդակը Եվ այստեղ բավականին լավ արդեն դիմավորեցին Չելսի ֆուտբոլիստները, վտանգավոր է հարված եւ գնդակը բարձր է ընթանում եւ լավ հնարավորություն էր այստեղ իհարկե ստացել Չելսին, բայց չկարողացան օգտագործել այդ հնարավորությունը եւ հիմա ընդամենը Տոտենհեմը խաղը վերսկսելու է սեփական դարպասներից Բաղդատյանը փոխանցեց Փարսյանին, Փարսյանը խաղում է Պապյանի հետ, շարժվում է առաջ, մնում է գնդակով, բայց այս փոխանցումը ուժեղ էր Գաբրիելյանի ուղղությամբ։ Տոտենհեմը բավական լավ տեսք ունի գոլերի առումով այս 10 տուրերից հետո, դրա մասին է փաստում, որ Տոտենհեմը ունի երկու ֆուտբոլիստ, ովքեր պայքարում են լավագույն ռմբարկուի կոչման համար, եւ հիմա էլ արդեն գրոհում են Տոտենհեմը բայց այստեղ լավ դիմավորեցին Դավիթ Դավթյանը իր հաշվում ունի 30 գոլ, նա 6-րդն է այդ ցանկում, իսկ Վրեժ Գաբրիելյանը 27 գոլով 7-րդն է, նա նաև երկրորդն է, վտանգավոր է եւ այստեղ չի ստացվում հարվածը Վրեժ Գաբրիելյանը նաև երկրորդն է գոլային փոխանցումների թոփում Այսօր նա 3 գոլային փոխանցում կատարելու դեպքում հավասարվելու է Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ Հարութ Մանգասարյանին։ Փոխանցում ձախ եզր գրոհում է Չելսին։ Հետ են խաղում լավն էր այստեղ հարված, բայց հարվածը նորից բարձր է ընթանում եւ նորից չի ստացվում Չելսիի ֆուտբոլիստների հարվածը։
Մկրտչյան շարժվում է առաջն, արդեն խաղադաշտ է մտել, փոխանցում Աչեզր Փարսյանին, լավ, այստեղ կարողացան խաղարկել, բայց Գաբրիելյանի համար նորից մի փոքր ուժեղ էր փոխանցումը, հիմա էլ տեղի է ունենում փոխարինում Չելսիի կազմում, խաղարկել են գնդակը Սևումյան, փոխանցում Ձախ Եզոր, այստեղ լավ դիմավորեց Փարսյանը, Գաբրիելյանը հարված փակված է, հարվածի ճանապարհը եւ այստեղ էլ գերազանց պաշտպանվեց եւ չթողեց, որպեսզի մրցակիցը արագ հակագրոհի փոկվի եւ բավականին լավ ոտքը դրեց Պապյանը։ Հիմա գրոհում է Չելսին, բարձրից փոխանցում, այս փոխանցումը կարող է սկզբում տպավորություն էր թե հանգիստ կառաջանա եւ կվերցնի գնդակը Բաղդատյանը, բայց այնուամենայնիվ հեռացնում է գնդակը դիմային գծից եւ կլինի անկյունային։ Փոխանցում վտանգավոր է, բայց այստեղ էլ եւ Փարսյան եզրով է փորձում շարժվել առաջ, բայց մի փոքր իրենից առաջ նետեց գնդակը եւ Չելսին է եզրից գնդակը խաղի մեջ մտցնելու Գասպարյանը խաղում է Թիմակցի հետ, նորից փորձեցին հետ փոխանցել Գասպարյանին, բայց Փարսյանը փակեց փոխանցման ճանապարհը Գասպարյան։ Հետը նորից փոխանցում Գասպարյանը։ Մարտիրոսյան պահում է գնդակը իր մոտ, սպասում է թիմակիցները բացվեն, բայց այստեղ լավ կարդացին Տոտենհեմի ֆուտբոլիստը եւ առաջացավ հարվածից եւ կարողանում է անկյունային վաստակել Մկրտչյան փոխանցում Գաբրիելյան եւ այստեղ էլ մի փոքր ուժային պայքարը ծավալվեց, բայց ամեն դեպքում գնդակը մնաց Տոտենհեմի մոտ, փոխանցում Ձախ Եզր գերազանց խաղարկում էր, բայց մի փոքր ուժեղ էր Փարսյանի փոխանցումը Մկրտչյանի համար եւ եթե կարողանար Մկրտչյանը մի փոքր ավելի շուտ տեղից փոկվել կկարողանար արդեն հաշիվը 4-1 դարձնել, հիմա գրոհում է Տոտենհեմը, այստեղ գերազանց սահանկման գնաց, ուղղակի ոսկերչական սահանկման գնաց Պապյանը եւ վիրահատական միջամտությունը բարեհաջող ավարտվեց նման մանր սահանկումների։ Եզրից է խաղարկել Տոտենհեմը, այստեղ ամեն դեպքում դեռևս կմնա Չելսիի մոտ եւ չի ստացվում հարվածը։ Եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն նորից Տոտենհեմի ֆուտբոլիստները, գնդակի մոտ Պապյանն է։ Փոխանցում եւ սխալ էր այս փոխանցումը, վտանգավոր է։ Տեսնենք ինչ կլինի, բայց ամեն դեպքում նորից մնում է Մկրտչյան, փոխանցում Գաբրիելյան։ Պահում է գնդակը իր մոտ, 4 մրցակիցներ կարելի ասել դիմավորել էին հերվից հարված, բայց այստեղ Սևումյանը նորից ոտքով հեռացնում է գնդակը, նորից կլինի անկյունային բարձրից փոխանցում եւ գնդակը դուրս է նետվում խաղադաշտի սահմաններից, ընդհանրապես տրիբունաներից բարձր ուղարկեց գնդակ այստեղ Մկրտչյանը։ Միգուցե այնտեղ ինչ-որտեղ դարպասներ էր դրված եւ նա նկատել, փորձում էր գրավել այդ դարպասները։ Հիմա արդեն Չելսին խաղարկում է եւ գրոհ է ձեռնարկում, բավական հաջող փոխանցում ստացավ, վտանգավոր է փոխանցումը աջ հարված եւ նորից բարձր են թանում այս հարված այսօր Չելսիի ֆուտբոլիստները, ամեն ինչ շատ գրագետ, ամեն ինչ իդեալական են անում, բայց վերջին պահին հարվածի ժամանակ կարծես թե ինչ-որ մի բան ստիպում է, որ Չելսիի ֆուտբոլիստները շեղ հարված են եւ այս անգամ էլ Ժորա Գասպարյանն էր երկրորդ անգամ բավական նպաստավոր դիրքից բարձր է հարվածում։ Արդեն Տոտենհեմը պետք է իհարկե փորձի 4-րդ գնդակն ուղարկել առաջին խաղարկեսում Չելսիի դարպասը, որպեսզի երկրորդ խաղարկես մուտք գործեն ավելի հանգիստ, այստեղ սխալվեց Դավթյանը, բայց այդ սխալի հիմքը դրեցին Չելսիի ֆուտբոլիստների բարձր պրեսինգը, վտանգավոր է հարված եւ նորից գնդակը շեղ է ընթանում։ Նորից արդեն վերջին 5 րոպեների ընթացքում 3-4 անգամ
Գնդակը խաղի մեջ կմցնի Բաղդատյանը։ Տեսնենք ինչպես կորոշի սկսել հանդիպումը, ում օգնությանը կդիմի։ Գաբրիելյանն ինձ փոխանցում, այստեղ ուժային պայքարում լավ հաղթեց, բայց գնդակը հասավ մինչև Չելսի դարպասապահ Սևումյանը, այստեղ կարող էր սխալվել Չելսի ֆուտբոլիստը, բայց ամեն դեպքում բավական համառ գտնվեց եւ պահեց իր թիմի մոտ, այստեղ ամեն դեպքում ի վերջո սխալվեցին, Գաբրիելյան վտանգավոր է, հարվածում է եւ Սևումյանը գերազանց սեյվի հեղինակ դարձավ եւ անկյունային կլինի Տոտենհեմն է իրացնելու այդ անկյունայինը։ Սիմոնյանն է գնդակի մոտ, փոխանցում, սխալ էր այդ փոխանցումը, Գասպարյանը այստեղ գերազանց նկատեց առաջ բացված դիմակցին, փոխանցում ձախ, բայց փակված այս փոխասպան ճանապարհը եւս այս փոխանցումն էլ չստացվեց։ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Չելսի ֆուտբոլիստները, այստեղ գերազանց անցում ձեռնարկեց, մնում է գնդակը Չելսիի մոտ, Գուգանեն հրապարակում է հարված եւ կրծքով հեռացնում է Տոտենհեմի դարպասապահը, այստեղ էլ կարողանում է ֆիքսել ձեռքերում գնդակը եւ արագ է գործում Գաբրիելյան, բայց չի հասնում Գաբրիելյանին գնդակը։ Ուժեղ հարվածով արդեն գնդակը մցրեց ներս Սևումյանը, հարված եւ ինչպիսի հարված ետ մղեց եւ ֆիքսեց գնդակը Տոտենհեմի դարպասապահ Բաղդատյանը, մնում է Չելսիի մոտ, փոխանցում ձախ եզր, բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ էր, Զարգարյանը չհաշվարկեց, մի փոքր ուժեղ կատարեց այս փոխանցումը։ Ամեն դեպքում Չելսին էլ վերջին րոպեներին սկսեց բավական սուր գրոհել եւ արդեն խլեցին գնդակը։ Շարժվում է առաջ, այստեղ Տոտենհեմը բավական լավ պրեսինգ է գնացել, այստեղ ռիսկային է գործում եւ այո, սխալվում է։ Պետք էր իհարկե շուտ բաժանվել գնդակից, բայց ցանկացավ Տոտենհեմի ֆուտբոլիստների հետ կիսվել գնդակով, նրանք էլ գրկաբաց ընդունեցին այդ որոշումը, Գաբրիելյան փոխանցում, փակված այս փոխասպան ճանապարհը բարձրից փոխանցում, լավ հակագրող է զարգանում, վտանգավոր է հարված եւ 3-2 է դառնում հանդիպման հաշիվը, 4-րդ փորձից Գասպարյանը կարողանում է գրավել դարպասը եւ հաշիվը դառնում է 3-2։ Այս գոլը կանխատեսելի էր, Չելսին ավելի սուր էր գրոհում Տոտենհեմի խփած 3-րդ գնդակից հետո ավելի լավ էին գրոհում, իսկ Տոտենհեմը կարելի ասել թուրացրել էր իր ուժերը եւ Չելսին արժանիորեն խփեց այս գոլը եւ հիմա զիջում է 1 գոլի տարբերությամբ։ Մկրտչյան փոխանցում ձախ եզր Դավթյան, մնում է գնդակով Դավթյանը, կենտրոնում հիմա արդեն գնդակը, Մկրտչյան, չի ստացվում Մկրտչյանի հարվածը, այստեղ հետ փոխանցումով ցանկացավ Սևումյանը վերսկսել հանդիպումը, նորից գնդակին է հասնում Սևումյանը, մի փոքր անհարմար փոխանցում ստացավ, բայց կարողանում է իրավիճակից չոր դուրս գալ եւ այստեղ էլ գերազանց անցում է ձեռնարկել, վտանգավոր է հարված եւ այս բավական լավ անցումը կարող էր ավելի լավ իհարկե եզրափակել Մարտիրոսյանը, բայց մի փոքր չհերիքեց հաշիվը հավասարեցնելու համար Դավթյան, փոխանցումի հետ Մկրտչյան խաղում է աջ եզրում, բացված դիմակցի հետ նորից հետ է ստանում Մկրտչյանը, շարժվում առաջ, մի ֆուտբոլիստի թողեց ետևում, փոխանցում Դավթյանին, կենտրոնը շարժվում Դավթյանը, այստեղ կորցնում է, բայց շատ արագ կարողանում է հետ հասնել եւ վերադարձնել գնդակը, այստեղ կարծես թե անհարմարություններ է զգում Չելսի ֆուտբոլիստը, խաղը կանգնել է, բավական հետաքրքիր հանդիպման են ականատես լինում թիմերը ոչ այդքան շատ գրոհներով, բայց ավելի դիպուկ պայքարում է անցնում հանդիպումը, 5 գոլ ենք տեսել առաջին խաղարկեսի ընթացքում եւ դեռ վստահ եմ, որ գոլեր կտեսնենք, այստեղ փոխարինում Չելսիի կազմում, փոխարինվեց Գասպարյանը, երևի վնասվածքի պատճառով ձեռքն էր այնտեղ վնասել Գասպարյանը, նրա փոխարեն խաղադաշտ է վերադառնում Իշխան Սարգսյանը, գնդակը հանձնեցին Տոտենհեմին, Մկրտչյան, փոխանցում աջ եզր, Հարսյանն է ստանում գնդակը, շարժվում առաջ, հարված կատարեց, բայց փակված է այս հարվածը
եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները Փարսյան փոխանցում առաջ նորից հետ է ստանում Փարսյանը մեկ հպումով փոխանցումներով կարողացան այս կրկնակի ճնշումի տակից դուրս գալ Փարսյան հարված եւ գնդակը շեղ են թանում փորձում են հիմա իհարկե ավելի արագ եւ հաճախ հարվածել Տոտենհեմի ֆուտբոլիստները քանի որ մի փոքր պասիվություն էր մինչ սա նկատվում Տոտենհեմի ֆուտբոլիստների կողմից հարվածների առումով բայց հիմա էլ փորձեցին այս դա շտկել փոխանցում Աջեզր Արդեն նորից հետ փոխանցեցին Սևումյան տեսնենք ինչ կորոշի այստեղ ուժեղ հարվածով է գնդակը մտցնելու առաջ ամենայն հավանականությամբ այո բայց սխալվում է Դավթյան եւ չի ստացվում Դավթյանի հարվածը բավականին լավ հնարավորություն էր ստացել Դավթյանը իր թիմի համար արդեն 2 գնդակի պաշար ապահովելու բայց չկարողացավ գրավել դարպասը այստեղ պահում է գնդակը խաղադաշտի սահմաններում բայց չի կարողանում շրջանցել եւ խաղի կանոնների խախտում բավական վտանգավոր հակագրող կանխեց խաղարկված է գնդակը Փարսյան հետ փոխանցում ուժեղ հարվածով գնդակը մտցնում է առաջ Տոտենհեմի դարպասապահը մնում է գնդակը Չելսին է վերադառնում վտանգավոր է եւ հրաշքով այստեղ գնդակը չի այդտվում Տոտենհեմի դարպասում եւ այսպես ով ավարտվում է առաջին խաղարկեսը 3-2 անկյունայինների շնորհիվ Տոտենհեմը կարողացավ 2 գոլ խփել եւ 1 գոլ էլ խփեցին արդեն խաղարկումից Չելսին էլ բավական գեղեցիկ խաղարկումներով կարողացավ 2 գոլ խփել սպասենք երկրորդ խաղարկեսին թիմերը վերադառնում են խաղադաշտ եւ քիչ անց կմեկնարկի հանդիպման երկրորդ խաղարկեսը տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը երկրորդ խաղարկեսում պետք է կենտրոնից վեր սկսել հանդիպումը թույլատրում է ամեն դեպքում մրցավարը խաղը շարունակել այդ փոխանցում Տոտենհեմի դարպասապահը գնդակով այստեղ կենտրոնում բավական կոպիտ սխալ թույլ տվեցին եւ գոլ գնդակը դարպասում է առաջին խաղարկեսի հենց մեկնարկում Չելսին կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը Մարտիրոսյանը բավականին գրագետ գործեց կարդաց դարպասապահի սխալ փոխանցումը եւ արդեն հաշիվը հավասար է Տոտենհեմը վերսկսել է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Գաբրիելյան շարժվում է առաջ փոխանցում ձախ հարված եւ Դավթյանի հարվածից հետո դարպասաձողն է փրկում Չելսին շատ արագ կարող էին կորցրածը վերադարձնել բայց չստացվեց հիմա գրոհում է վտանգավոր է հարված այս հարվածը բարձր է ընթանում բավական լավ թիմերը սկսեցին բավական բարձր տեմպով ակտիվ սկսեցին թիմերը երկրորդ խաղարկեսը եւ ավելի հարվածային էր սկսել երկրորդ խաղարկեսը փոխանցում Սևումյանին դիմավորում են այստեղ գերազանց խաղարկում էր աստում է գնդակը բարձրից փոխանցում կլինի անկյունային Բաղդատյանը այնտեղ ապահովության համար հեռացրեց գնդակը եւ Տոտենհեմի անկյունայինը վերածվեց սովորական գրոհի փոխանցում Աջեզր կենտրոնում է գնդակը այստեղ Գաբրիելյանը լավ է պայքարում բայց ամեն դեպքում գնդակը մնում է Չելսիի մոտ հեռացավ խաղադաշտի սահմաններից գնդակը եւ հիմա Պապյան փոխանցում Գաբրիելյան այստեղ լավ պաշտպանվեցին նրա դեմ Եզրից գնդակը Գաբրիելյանն է խաղի մեջ մցնելու Բարձրից փոխանցում հեռացված է գնդակը եւ այնտեղ վերջում դիպավ Տոտենհեմի ֆուտբոլիստ Դավթյանին եւ խաղի մեջ գնդակը կմցնեն Չելսիի ֆուտբոլիստները Սևումյան փոխանցում գերազանց այստեղ փոխանցեց գնդակը շարժվում են առաջ Չելսիի ֆուտբոլիստները փոխանցում Աջեզր Գասպարյան շարժվում է կենտրոն փոխանցում բայց շատ կոպիտ փոխանցում կատարեց այստեղ Զարգարյանը եւ այդ փոխանցմանը երևի թե ոչ ոք չէր կարող արձագանքել ընդհանրապես ոչ ոք Զարգարյան փոխանցում Գասպարյանին լավ պտտվեց հարված եւ շեղ է ընթանում հարվածը շատ գեղեցիկ ամեն ինչ արեց Գասպարյանը բայց հարվածը մի փոքր լավ
չստացվեց, այստեղ էլ հանգիստ Սևումյանը ֆիքսում է գնդակը, կարող էր շատ վտանգավոր իրավիճակ լինել, բայց վտանգավոր է նորից Գասպարյան թողնում է գնդակը թիմակցին, բայց այս հարվածը գերազանց վերջին պահին փակեց Պապյանը, երկրորդ խաղարկեսը շատ ավելի լավ է սկսել հանդիպումը եւ այս հատվածն ավելի լավ է անցկացնում Չելսին, քան ընդհանուր առաջին խաղարկեսի կտրվածքում, այստեղ սխալ փոխանցում շատ անհասկանալի էր, գրովում է Տոտենհեմը, հարված եւ ոտքերով հանգիստ սեյվի հեղինակ է դառնում Սևումյանը, այստեղ այս սահանկումը շատ ռիսկային էր, լավ է որ չդիպավ գնդակին, բայց այստեղ էլ Մարտիրոսյանը բավական երկար պահեց գնդակը իր մոտ, իսկ Գաբրիելյանը դա չհանդուրժեց, խաղարկված է եզրից հանդիպումը եւ կարող էր հարվածել, հարվածում է ամեն դեպքում եւ գծի վրայից այնտեղ Պապյանը հանում է գնդակը, այնտեղ կարող էր Չելսին արդեն հաշվի մեջ առաջ անցնել, բայց Պապյանը համաձայն չէր, հիմա կարող են անել դա, բայց այս հարվածը շեղ է ընթանում Մարտիրոսյանը այստեղ բավական նպաստավոր դիրքից շեղ հարվածեց, այնտեղ ընդունեց գնդակը, մտածելու ժամանակ ուներ, բայց չկարողացավ։ Հիմա գրոհի է անցել Տոտենհեմը, Գաբրիելյան շարժվում է առաջ միայնակ Գաբրիելյանը եւ մինչեւ սպասեց թիմակիցների բացվելուն խլեցին գնդակը, հարված փակված է հարվածի ճանապարհը։ Պապյանն այստեղ ընդունում գնդակը, շարժվում առաջ եւ խլեցին նրանից գնդակը եզրից ամեն դեպքում գնդակը նորից խաղի մեջ կմցնի Տոտենհեմը, փոխանցում Պապյան, հետ է ստանում Դավթյանը գնդակը, այստեղ էլ ուղարկում են հետ Բաղդատյանին, ուժեղ փոխանցում առաջ, նորից սխալվում է Բաղդատյանը, փոխանցում կատարելիս Մարտիրոսյան, փոխանցում ձախ հարված, բայց այստեղ ուղեց իր սխալը եւ գերազանց սեյվ կատարեց Բաղդատյանը։ Հիանալի էր ամեն ինչ արված, Զարգարյանի հարվածը վատը չէր, բայց կարողացավ բավական լավ ճկելով մարմինը Բաղդատյանը սեյվի հեղինակ դառնալ, եզրից է շարունակում Տոտենհեմը, այստեղ սխալվեցին, բայց չհասավ այստեղ, բավական ափսոս էր, որ չհասավ Գասպարյանը գնդակին, վերադառնում է Տոտենհեմի մոտ գնդակը, Պապյան փակված է այս փոխանցման ճանապարհը, այս հանդիպումն ավելի շատ ուժային պայքարում է անցնում եւ իմ կարծիքով հենց հաղթողն էլ այդպես կորոշվի, ում նյարդերը ավելի պինդ եղան, ով խաղի ավարտին ավելի ուժերի առումով կայուն կլինի, նա էլ կհաղթի, իսկ եթե ամեն ինչ մնա այսպես, ոչ ոքիով էլ բավական գերազանց հանդիպման, գեղեցիկ հանդիպման ենք ականատես լինում, Զարգարյան փոխանցում ձախ, վտանգավոր է Գասպարյան, մնում է գնդակը աչքի եզրով Չելսի մոտ, Գասպարյանը շարժվում առաջ, փոխանցում հարված եւ այստեղ նորից գերազանց սեյվի հեղինակ դարձավ Բաղդատյանը, արդեն երկրորդ, երրորդ դիրքում է բավական վտանգավոր հարված գալիս, բայց Բաղդատյանը գերազանց է գործում եւ պահում իր թիմին խաղի մեջ, դեռևս մեկ միավորը նվիրում է այս մեկ միավորը Բաղդատյանը Տոտենհեմին չկարողացավ այստեղ փոխանցում կատարել, Չելսին արդեն խլել է գնդակը, գրոհում են եւ այստեղ անցումը մի փոքր անհաջող կատարեց Չելսիի ֆուտբոլիստը եւ հիմա էլ արդեն Բաղդատյանը գնդակը խաղի մեջ կմցնի, առաջին խաղարկեսի մեկնարկումը այդ իր կատարած կոպիտ սխալից հետո բավականին բարձրորակ հանդիպում է անցկացնում, դա կարծես ոգեշնչման աղբյուր էր նրա համար, Պապյանն է խլում գնդակը, այստեղ դիմավորեցին եւ գերազանց այստեղ խլեց գնդակը Գասպարյանը, Դավթյան, այստեղ ուսին նորից բավական լավ պայքար է եւ ամեն դեպքում նորից այդ պայքարում հաղթող է դուրս գալիս Գասպարյանը, բոլորի հետ այսօր ուժային պայքարում կարելի ասել հաղթում է Գասպարյանը եւ հիմա էլ նա եզրից գնդակը խաղի մեջ կմցնի հետ փոխանցում Սևումյան բացվում են արջևում Չելսի ֆուտբոլիստները, բայց նորից հետ փոխանցում կատարեց Գասպարյանին, սխալ էր այս փոխանցումը, Դավթյան շարժվում է առաջ, հետ փոխանցում Պապյանին, բայց չկարողացավ ընդունել գնդակը։ Գասպարյան
Սևումյան փոխանցում ձախ եզր, այս փոխանցումն էլ արդեն բավական վատն էր եւ հիմա Մկրտչյանը շարժվում է առաջ, առջևում ազատ տարածություններ կան, հերվից հարված եւ ինչպիսի գոլ է խփում այստեղ Մկրտչյանը, գերազանց էր այնտեղ բացել էին ամբողջ տարածությունը նրա առջև եւ նա էլ առաջացավ եւ հարվածեց բավական լավ, հարված ստացվեց դարպասապահին շանս չտալով գրավում է դարպասը եւ հարցը մնում միայն ինչպես կներեք Չելսիի ֆուտբոլիստները նման ազատ տարածություններ տվեցին նրան։ Հետ փոխանցում Սևումյան խաղում է աջ եզրով Սարգսյան շարժվում է առաջ մնում է գնդակով Սարգսյանը կարող է հարվածել եւ գոլ համառության շնորհիվ Սարգսյանը հավասարեցնում է նորից հանդիպան հաշիվը 2-3 անգամ տպավորություն է ստեղծվել թե արդեն Սարգսյանից խլել էին գնդակը բայց ամեն դեպքում նա համառություն դրսևորեց եւ հավասարեցրեց հանդիպան հաշիվը Մկրտչյան շարժվում է առաջ կորցնում է գնդակը եւ հիմա արդեն գրոհում են Չելսիի ֆուտբոլիստները վտանգավոր է հարված եւ գնդակը դարպասում է արդեն հաղթողի կարգավիճակ է ստանում Չելսին Կայացված է որոշումը չկար դարպասի գրավում, այնտեղ մինչ այդ խախտում էր տեղի ունեցել եւ հաշիվը մնում է անփոփոխ 4-4 Գնդակով հիմա Սևումյանն է փոխանցում աջ եզր Ուղարկում են առաջ գնդակը եւ այստեղ բավական լավ դիմավոր է Չելսիի ֆուտբոլիստը եւ մնում է գնդակը վերադառնում է կներեք գնդակը Չելսիի մոտ Սարգսյան նորից հետ է ստանում Սարգսյանը գնդակը լավ հանդիպում է անցկացնում այս երկրորդ հատվածում դաշտ մտնելուց հետո Սարգսյանը խաղարկված է Եզրից գնդակը նորից Սարգսյանի միջոցով են գրոհ ձեռնարկում, փոխանցում է ձախ Բարձրից այստեղ գրոհի բավական լավ տեղափոխություններ, բայց Գասպարյանը այնտեղ չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը եւ եզրից խաղարկել են արդեն Տոտենհեմի ֆուտբոլիստները գնդակը Դավթյան, Փարսյան փոխանցում եւ վտանգավոր է Կորցրեցին բավական վտանգավոր դիրքում, բայց այստեղ էլ Դավթյանը ուժային պայքարում լավ գործեց, բայց փոխանցում կատարելիս սխալվեց, նորից փակված է, մնում է գնդակը Տոտենհեմի մոտ, Մկրտչյան հարված եւ կլինի անկյունային, ինչպիսի հարված կատարեց բավական հեռու տարածությունից գնդակի մոտ է Դավթյանը Փարսյան խաղարկում է Դավթյանի հետ գնդակը եւ դարպասապահը հեռացրեց գնդակը Մկրտչյան բարձրից փոխանցում լավ փոխանցում կատարեց մրցակցի ֆուտբոլիստին հակագրոհ է զարգանում բայց այստեղ էլ գերազանց է հեղինակ դարձավ Բաղդատյանը այստեղ գերազանց էր Դավթյանի կողմից անցումը բայց ամեն դեպքում փոխօգնության հասավ Սարգսյանը եւ կարողացավ խլել գնդակին իսկ այս փոխանցումը սխալ էր Եզրից գնդակը նորից խաղի մեջ կմտցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները Սիմոնյան հետ փոխանցում Փարսյան ստանում է հետ Սիմոնյանը գնդակը հերվից հարված այս անգամ հարվածը շեղ է ընթանում Սևումյան ուժեղ հարվածով գնդակը մտցնում է առաջ այստեղ Սիմոնյանը կարողացավ հետ պայել գնդակը իսկ Սարգսյանի այս գործողությունը ինչ որ միտում չուներ իմ կարծիքով Բաղդատյան փոփոխություն տեղի ունեցավ Տոտենհեմի կազմում Դավթյանի փոխարեն խաղադաշտ վերադարձավ Գաբրիելյան այստեղ սխալվել են Չելսիի ֆուտբոլիստները այստեղ բայց գերազանց գործեց Գասպարյանը բավական գրագետ կարդաց հանդիպումը եւ եզրից միայն կարողացան Տոտենհեմի ֆուտբոլիստները հիմա պահել գնդակը իրենց մոտ
Գաբրիելյան փոխանցում ետ նորից ստանում է Գաբրիելյանը գնդակը եւ այստեղ բավական ռիսկային, բայց դեռևս արդյունավետ գործես մնում է գնդակը Գաբրիելյանի մոտ բարձրից փոխանցում Մկրտչյանին չի հասնում գնդակը բարձրից Փարսյանը այստեղ առաջինն էր մնում է գնդակը Չելսիի մոտ եւ Սևումյանին հասցրին գնդակը մինչև Սնենք ինչ կորոշի փոխանցում աչ Եզր Գասպարյան Շարժվում է կենտրոնով առաջ Գասպարյանը երկու ֆուտբոլիստներ մրցակիցներ դիմավորեցին նրան բայց մնում է դեռևս Չելսիի մոտ գնդակը Սարգսյան այստեղ Մկրտչյանը բավական լավ գործեց Փոխանցում եւ հարվածը մի փոքր վատ նստեց գնդակը ոտքին Մկրտչյանի եւ այստեղ բավական լավ փոխանցում էր մտածել բայց մի փոքր ցածրից կատարվեց այդ փոխանցումը Մարտիրոսյանը ամեն ինչ լավ էր հաշվարկել միայն բարձրությունը պետք է մի փոքր ավելի բարձր վերցնել Փորսյանը լավ խլեց գնդակը լավ հակագրոհ զարգանում բայց կարելի ասել սայթակեց այնտեղ Գաբրիելյանը Բաղդատյանը ֆիքսել է գնդակը ուժեղ փոխանցում առաջ այստեղ Սարգսյանը հեռացնում է գնդակը Եզրից գնդակը նորից խաղի մեջ են մտցնում Տոտենհեմի ֆուտբոլիստները Գաբրիելյան Խաղում է Փարսյանի հետ, նորից ստանում է այդ գնդակը Գաբրիելյանը, հերվից հարված եւ Սևումյանը հեռացրեց գնդակը, հիմա արդեն Չելսին է գրոհի անցել, շարժվում է առաջ ձախ եզրով, Մարտիրոսյան փոխանցում առաջ, նորից հետ է ստանում Մարտիրոսյանը գնդակը, նորից խաղում է թիմակցի հետ եւ այս փոխանցումը արդեն փակված է Փարսյանի կողմից, կլինի եզրից հարված Հարիբյան եւ այս փոխանցումից հետո հարվածը մի փոքր շեղ է ընթանում, այնտեղ կարող էր ավելի լավ հպվել գնդակին, բայց ունենք այն ինչ ունենք եւ այստեղ Մկրտչյանը չնկատեց վտանգավոր է հարված եւ 4 է դառնում հանդիպման հաշիվը Մարտիրոսյանն այսօր արդեն երկրորդ անգամ օգտվեց մրցակցի սխալից այստեղ եւ կարողանում է արդեն հիմա Չելսին խաղի մեջ հաշվի մեջ առաջ անցնել այնուամենայնիվ խփեցին 5-րդ գոլը Գաբրիելյան փոխանցում Դավթյանին բայց փակված այս փոխանցման ճանապարհը հիմա գրոհում է նորից Չելսին բավական լավ անցում ձեռնարկեց այստեղ Մարտիրոսյանը բայց այս գործողությունը մեկտաբանելը մի փոքր բարդ էր Բաղդատյան եւ այս փոխանցումը այնպես կատարվեց, որ վերադառնում է գնդակը Չելսիի մոտ, Սևումյանը ֆիքսում է ձեռքերում գնդակը, ուժեղ հարված առաջ Մարտիրոսյան պահում է գնդակը խաղադաշտի սահմաններում, չի ստացվում այս անցումը, Մկրտչյան շարժվում է ձախ եզրով առաջ, Գաբրիելյանը հեռացված է գնդակը, մնում է Գաբրիելյանի մոտ շրջանցում եւ խաղի կանոնների խախտում Գաբրիելյանի հետ պայքարում Տեսնենք ինչ կտա այս հարվածը եւ Դավթյան փոխանցում աչ եզր Նորից Դավթյան հարված փակված է հարվածի ճանապարհը եւ եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները գնդակի մոտ է Սիմոնյանը հետ փոխանցում հարված բայց Դավթյանի հարվածը նորից բարձր ընթացավ Սևումյան նորից Մարտիրոսյանին նետում է գրոհի եւ մնում է գնդակով հարված, բայց այստեղ Բաղդատյանը նորից գերազանց սեյվի հեղինակ է դառնում։ Գերազանց այստեղ սեյվ կատարեց, բայց անցումն էլ Մարտիրոսյանի բավականին լավն էր եւ միայն դարպասապահի խոչընդոտը չկարողացավ շրջանցել Մարտիրոսյան կարճ փոխանցում Գասպարյան հարված է Գասպարյանը, բայց այս անգամ էլ հարվածը բարձր ընթացավ Հիմա արդեն Չելսին փորձում է ավելի ակտիվ գրոհել եւ խփել երրորդ գնդակի առավելություն ստանալ, բայց Տոտենհեմն էլ իհարկե դրա հետ համաձայն չէ եւ հիմա գրոհում են փակված այս փոխանցման ճանապարհը Դավթյանի մոտ է մնում գնդակը
Փոխանցում է Գաբրիելյան, արված, փակված է այս փոխասպան ճանապարհը, նորից արված դարպասաձողն է փրկում եւ հերացված է հիմա Մկրտչյան, նորից վերադառնում է Տոտենհեմի մոտ գնդակը, փոխանցում ձախ եզրում են հիմա խաղարկումներ ձեռնարկում Տոտենհեմի ֆուտբոլիստները, լավ անցում ձեռնարկեց, բայց այստեղ էլ Սարգսյանը նորից հերացրեց գնդակը։ Անկյունային Բարձրից փոխանցում գնդակը վերադառնում է Գաբրիելյանի մոտ հարված Սևումյանը գերազանց այստեղ ոտքով հեռացրեց գնդակը Փարսյան Ոչ Մկրտչյանը ամեն դեպքում գնդակի մոտ է Սիմոնյան շարժվում է առաջ Գաբրիելյան մնում է գնդակը Գաբրիելյանի մոտ հարված փակված է Դավթյանի այս հարվածն էլ շեղ ընթացավ Սևումյանը հիմա հանգիստ գնդակը կմցնի խաղի մեջ Բարձրից փոխանցում Սարգսյանը փոխանցեց այստեղ Գասպարյանին մնում է գնդակը Չելսիի մոտ այս դադարները իհարկե միայն օգուտ է Չելսիին վտանգավոր է Մարտիրոսյան մտնում է Տուգանային հրապարակ եւ այստեղ Բաղդատյանը լավ գործեց հեռացված է գնդակը Հիմա արդեն Չելսիի ֆուտբոլիստները բավական հանգիստ են խաղարկում գնդակը հաղթում են մեկ գնդակի տարբերությամբ եւ իհարկե պետք է հիմա խաղան հաշվի վրա վտանգավոր է հերվից հարված էր սա բայց դարպասապահը կարողացավ հեռացնել գնդակը Գաբրիելյան մի փոքր վատ կասեցրեց գնդակը եւ հիմա էլ շարժվում է առաջ Սարգսյանը Պայքար գնդակի համար չի հեռացել խաղադաշտի սահմաններից եւ բարձր է ընթանում այս հարվածը Մարտիրոսյանի կողմից կարող էր ամեն ինչ ավարտել բայց դեռևս մնում է հանդիպան ինտրիգը Մկրտչյան գնդակը արդեն խաղի մեջ է գրովում է Տոտենհեմը սխալ էր այս փոխանցումը Մարտիրոսյան հարված եւ արդեն 4-6 է դառնում հանդիպան հաշիվը նորից խլեց գնդակը եւ Այս սխալների հետևանքով այսօր արդեն հետրիկի հեղինակ է դառնում Մարտիրոսյանը երկու գնդակի առավելություն ունեն արդեն եւ ժամանակն էլ շատ չէ Գաբրիելյան շարժվում է առաջ փոխանցում Փարսյանին Մկրտչյան Փարսյան հետ է ստանում գնդակը պահում է բայց այստեղ Սարգսյանը լավ պաշտպանվեց եւ Հարված Սևումյանի պաշտպանած դարպասից ուժեղ հարվածով գնդակը մտցնում է առաջ Մկրտչյանը հեռացրեց գնդակը մնում է խաղադաշտի սահմաններում Մարտիրոսյան փոխանցում աչ եզր հարված եւ այստեղ Բաղդատյանը նորից սեյվի հեղինակ է դառնում Գաբրիելյան չստացվեց անցումը գնդակը մնում է Տոտենհեմի մոտ Փարսյան շարժվում է կենտրոնով առաջ Դավթյան մնում է գնդակով հերվից հարված նորից փակում են այս հարվածի ճանապարհը կլինի անկյունային գնդակի մոտ է Փարսյանը փոխանցում Գաբրիելյան պատտվում է հարվածի ճանապարհը փնտրում ոչ մի կերպ չթողեցին նրան հարվածել Մարտիրոսյան շարժվում է առաջ փոխանցում Գասպարյան եւ այստեղ էլ կարողանում է Բաղդատյանը նորից պահել գնդակը իր թիմի մոտ վերադարձնել Փարսյան լավ այստեղ խաղարկեցին գնդակը բայց այս փոխանցումը բավական ուժեղ էր եւ դեղին քարտով է այստեղ պատժվում վիճելու համար Ժորա Գասպարյանը իսկ հիմա Չելսիի ֆուտբոլիստները եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն խաղարկում են հիմա Չելսին առաջ է շարժվում Սարգսյանին է հասնում գնդակը փոխանցում կենտրոն վտանգավոր է հարված կրնկով եւ ինչպես գնդակը չի հայտնվում դարպասում այստեղ Գասպարյանի հարվածից հետո դարպասաձողին դիպավ վերջում էլ արդեն ապահովության համար Բաղդատյանը հեռացրեց գնդակը անկյունային է իրացնելու Չելսին
Բարձրից փոխանցում, Մկրտչյանն է առաջին հասնում այս գնդակին, մնում է Տոտենհեմի մոտ վերադարձրին նրան գնդակը, Մկրտչյան ուժային պայքարում այստեղ պարտվեց Սարգսյանին, Գասպարյան եւ եզրից հիմա արդեն գնդակը խաղի մեջ կմցնեն Չելսիի ֆուտբոլիստները, Գասպարյան փոխանցում առաջ, սխալ էր այս փոխանցումը, Մկրտչյան շարժվում է առաջ, Գաբրիելյան, վտանգավոր է, հարվածեց, բայց այս հարվածը բավական բարձր է ընթանում։ Իհարկե փորձում են Տոտենհեմի ֆուտբոլիստները վերադառնալ եւ կարողանալ գոլ խփել, բայց դեռևս հանգիստ պահում է Չելսին իր մոտ գնդակը, հիմա վտանգավոր գրոհ է, հարված փակված է հարվածի ճանապարհը, մնում է Չելսիի մոտ գնդակը, Սարգսյան փոխանցում, նորից հեռացված է գնդակը, Մկրտչյան եւ այստեղ էլ եզրից է հեռանում գնդակը, Տոտենհեմը եզրից գնդակը բավական արագ կփորձի խաղի մեջ մտցնել, փոխանցում ձախ եզր, Դավթյան փոխանցում այստեղ Գաբրիելյանին չի հասնում գնդակը, նրա համար մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը, Սևումյանը հիմա հանգիստ գնդակը խաղի մեջ կմցնի, եւ ուժեղ հարվածով մցրեց, մնում է գնդակը Չելսիի մոտ, այնտեղ լավ կարողացան փոխանցում կատարել, այստեղ էլ լավ պաշտպանվեց Փարսյանը եւ տեսնենք նորից սխալ, վտանգավոր է, հարված էր սա, բայց փոխանցման ավելի նման էր վերջին պահին, ամեն դեպքում երկու տարբերակում էլ մենք գոլ չտեսանք, Փարսյան շարժվում է կենտրոնով առաջ, խաղում Դավթյանի հետ է խաղում Փարսյանի հետ նորից, կենտրոնում ազատ էր Մկրտչյանը, լավ նկատեցին նրան, Դավթյան պահում է գնդակը իր մոտ շրջանցում, բայց այստեղ բավական համառ գտնվեց Գասպարյանը եւ եզրից գնդակը խաղի մեջ դեղին քարտ եւ կարմիր քարտ է ստանում եւ հեռացվում է խաղադաշտի Ջորա Գասպարյանը վիճելու համար Հիմա արդեն վերջին րոպեներին Չելսին կփորձի պաշտպանվել քանակական տարբերությամբ, Տոտենհեմն ունի առավելություն, Փարսյան հարված եւ դարպասաձողին է դիպչում գնդակը եւ ավարտված է հանդիպումը, բավականին լավ հանդիպում էր տեղի ունեցել եւ 4-6 հաշվով ամեն դեպքում այս պայքարից, այս անզիջում պայքարից հաղթող դուրս եկավ Չելսին։